Տիկին Թանդիլյան, ինչ տեղեկություններ կան Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի վերաբերյալ։ Գիտեք, որ հացադուլի դադարեցման մասին արդեն հայտարարել է, սովեն վերականգնման փուլում է, գիտենք, որ ընտանիքը կապի մեջ է, ինչը նշանակում է փորձում են վերականգնվել։ Հաջորդ դատական նիստը գիտեք, որ ապրիլի 1-ին է, որին պիտի հետևենք նորից, բայց իմ խնդրանքը մեր ժողովրդին հետևյալն է, որ մենք դատից դատ չհիշենք այդ մարդկանց, նրանց միշտ ունենանք մեր օրակարգում, ամենօրյա ռեժիմով, սոցիալական ցանցերում, մեր խոսույթի մեջ, մեր գործողությունների մեջ։ Միայն այս կերպ մենք կարող ենք հարցը պարտադրել այս իշխանություններին որպես օրակարգ, վախենալով, որ այս օրակարգը կդառնա իրենց իշխանության կորստի սկիզբ։ Ինքներդ երբ լսել եք Ռուբեն Վարդանյանի ուղերձները, ինչ եք հասկացել այդ ուղերձների մեջ, ինչ կա թաքնված։ Ես Ռուբեն Վարդանյանի անձամբ ճանաչելով համոզված եմ, որ իր ուղերձները ուժեղ մարդու պայքարի եւ երկարաժամկետ խաղաղության մասին։ Նա խաղաղասեր մարդ է եւ իր բոլոր ծրագրերը հումանիտար ծրագրեր են, մարդասիրական եւ նա ժողովուրդների միջև կամուրջ ստեղծող անձնավորություն է։ Մենք հաճախ երբ որ զրուցում էինք նաեւ քննարկում ենք, թե ինչպես է կարողանում նաեւ իր այդ բարությամբ եւ իր մեծահողությամբ կամուրջ հանդիսանալ տարբեր անհամատեղելի իրավիճակներում մարդկանց եւ երևույթների միջև։ Այս առումով նա իրեն չի դավաճանում, նա այդպիսին է խաղաղասեր, մեծահոգի եւ իսկական մաքուր արժանապատիվ հայ։ Եվ ես հուսով եմ, որ մենք իրեն կտեսնենք Բաքվի բանտից դուրս ու կվերադառնա հայրենիք։ Տիկին Թանդիլյան, ձեր հետագա քայլերից կխոսեք, ինչ եք անելու, պայքարը ինչպես եք շարունակելու։ Այո, մենք տարբեր նաև խորհրդակցություններ ենք ունենում տարբեր նախաձեռնությունների ուժերի հետ, տարբեր մեթոդներով ենք խոսելու այս հարցի մասին։ Մենք նաև նկատում ենք, որ մարդիկ բավականաչափ իրազեկված չեն, թե ինչ է կատարվում, հատկապես հաշվի առնելով, որ այս իշխանությունները հակաքարոզը անդադար է եւ նրանք պարբերաբար արշավներ են կազմակերպում անգամ Բաքվի բանտում գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ։ Հետևաբար նաև իրազեկման միջոցառումներ ենք ուզում անել, հարցը քննարկման առարկատներ մասնագետների հետ, միջազգային փաստաբանների միջոցով ու նաև շարունակել տարբեր կառույցների դիմել։ Գիտեք, որ ՄԱԿ-ից նամակի պատասխան ենք սպասում, կստանանք պատասխան, կհրապարակենք եւ առհասարակ process-ները կտանենք պարբերաբար այս մասին խոսելու ճանապարհով։ Կտեղեկացնենք, վերջնական որոշում չունենք։ Այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրումը ինչ որ բան կարող է փոխել։ Այսօր առավոտյան եւս Նիկոլ Փաշինյանը արդեն բացա դիմել է Իլհամ Ալիևին, առաջարկել է ստորագրել այն, ասել է, որ համաձայնեցված է։ Սա ինչ որ բան կարող է։ Դա զուտ գործարք է այս իշխանությունների եւ Բաքվի իշխանությունների միջեւ։ Մեզ համար սա ակնհայտ է, զուտ որ ունենան մի փաստաթուղթ ու ասեն մենք խաղաղություն ենք բերել։ Բովանդակային խաղաղություն չի կարող լինել, եթե Բաքվի բանտերում հայեր են գտնվում, բայց այս հարցը անգամ իրենց օրակարգում չկա եւ նա դա չեն թաքցնում։ Գիտեք, բազմաթիվ process-ներ են հիմա իրականում, նույն փորձը է անում ԵԱԿ-ը Մինսկի խմբի լուծարման մասին խոսք տանել կամ հայցերից հրաժարվելու, ներպետական հայցերի հրաժարման մասին խոսք չկա, այսինքն այդ դատավարությունները կարող են շարունակվել։ Սա նշանակում է այս իշխանությունները տալիս են ամեն բան, ոչնչի դիմաց։ Անգամ այնքան ապիկար են, որ ամբողջ աշխարհի համար հասկանալի այն հանգամանքը, որ գեյները պիտի վերադառնան իրենց հայրենիք, նա չի կարողանում այդ օրակարգը դարձնել օրակարգ նաև այս թեմայի շուրջ։ Բանագնաց չունի այս գերիների հարցով։ Նա տարբեր միջազգային կառույցներից հետ շփումներում ասում է, որ այսպես մի խանգարեք մեզ Ադրբեջանի հետ մեր զրույցներում այդ օրակարգով։ Այսպես են նրանք վարվում Բաքվի բանտում գտնվող հայերի հետ։ Ես ուզում եմ մեր քաղաքացիներն իմանան, իրենց հետ էլ նույնը կպատահի, եթե հանկարծ այս իշխանությունները մնան ու իրենք ինչ որ պատճառով, իսկ պատճառները Ադրբեջանի համար բազմաթիվ են, հայտնվեն հանկարծ Բաքվում։